Շիրակի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը բացատրում է, թե ինչպիսի ընթացակարգով է լինելու չարորակ ուռուցքների վիրահատությունները։ Չարորակ ուռուցքներն այսուհետ անվճար հիմունքներով են վիրահատվելու։ Եթե նախկինում այն համավճարային կարգով էր անցկացվում, ապա հիմա դա չի գործելու։ Այսինքն վիրահատության ամբողջ գումարը կփոխանցի պետությունը։ Ամբողջ հանրապետությունում ընդամենը 10 բժշկական հաստատություն է, որ կատարելու է այդ վիրահատությունները, որից 2-ը մարզերում են գտնվում, մեկը գտնվում է Վանաձորում եւ երկրորդը Գյումրի ուռուցքաբանության հիվանդանոցն է։ Վիրահատությունները կատարվելու են անվճար բոլորի համար, այսինքն պետպատվերը տրամադրված է եւ տեղադրված է բոլոր այդ 10 բուժհաստատություններում։ Քաղցկեղի բուժման հետագա ընթացքը քիմիոթերապիան, ճառագայթային բուժումն ըստ էության արդեն համավճարային կարգով է գործելու, բայց միայն արտոնություն չունեցող խավի համար։ Խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք չունեն սոցիալական անապահովության համապատասխան փաստաթուղթ, իսկ սոցիալապես անապահովները բուժման այս կուրսերից կրկին անվճար կարող են օգտվել։ Ովքեր ունեն կարգ արտոնություններ 60,000 դրամ, 60,000 դրամի սահմաններում։ Կան որոշակի տեղորայքներ, որոնք չեն մտնում անվճար ցուցակի մեջ, Կեմզար, օքսալիպլացին, մի 2-3 տեղորայք են։ Մնացածը լրիվ գնում է անվճար ծրագրով։ Բժիշկ մասնագետները հորդորում են հետազոտություն անցնել։ Օրինակ, կանանց շրջանում վերջին տարիներին մեծ թիվ են կազմում արգանդի, պարանոցի ու կրծքագեղձի քաղցկեղը, իսկ ժամանակին հետազոտվելու պարագայում հիվանդությունը վաղ շրջանում կհայտնաբերվի։ Այս պարագայում բժիշկները վստահորեն ընդգծում են, որ քաղցկեղը դեռևս մահվան դատավճիռ չէ։ Խնդրում եմ ազգաբնակչությանը, որ իրենք հասկանան, որ ավելի կարևոր է կանխարգելելը, քան բուժելը, իսկ կանխարգելելու համար պիտի իմանան իրենք ունեն արդյոք այդ հիվանդությունը ինչ կլինիկական փուլում, թե չունեն, այսինքն դրա համար պետք է հանձնեն պապ անալիզներ, պապ քսուկներ պիտի հանձնեն, դա հանձնելու են իրենց տեղամասային պոլիկլինիկաներում։ Անցյալ տարում, օրինակ Գյումրի քաղաքում մոտավորապես 78 հիվանդ եղել է առաջնային հիվանդ, ինչը նշանակում դա այսինքն առաջի անգամ դա ախտորոշվել է որպես քաղցկեղ։ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերում տարեցտարի քաղցկեղով հիվանդների թիվն ավելանում է, սրան զուգահեռ ուռուցքաբանական դիսպանսերը նոր սարքավորումների անհրաժեշտություն ունի։ Դիսպանսերի տնօրեն Վալերի Շիրինյանի խոսքով, թեև հին սարքավորումներով են բուժումն իրականացնում, բայց տեխնոլոգիաների զարգացման պարագայում նորերն են հարկավոր։ Առաջի անգամն է, որ ես դիմում եմ բարձրաստիճան պաշտոնյանին, այսինքն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին եւ ամիջապես ես արձագանքը ստացա եւ պարոն Թորոսյանը հանձնարարել էր Մակատեից մեզ մոտ գտնվող Մակատեի ներկայացուցիչը ուսումնասիրեց մեր տարածքը, մեր պայմանները, դրա անհրաժեշտությունը եւ մի ամսից այն բոլոր հետազոտությունները, բոլոր այստեղ ուսումնասիրությունները նա ներկայացնում է Մակատեի պաշտոնատար անձանց, նրանք արդեն կկապնվեն մեր առողջապահության նախարարի հետ։ Ես շատ հույսով եմ, որ շուտով կոնե այս տարվա վերջ մենք կունենանք նոր ճառագայթային ապարատներ, որոնցով մենք կարող ենք ցույց տալ բարձրորակ բժշկական օգնություն եւ սպասարկում։ Շատ հաճախ քաղցկեղով տառապող հիվանդների մեծ մասը ստիպված է հասնել մայրաքաղաք եւ սա ուռուցքաբանական դիսպանսերի ցավոտ խնդիրն է։ Պատճառը տեխնիկապես լավ զինված չլինելն է, ինչի համար էլ առողջապահության նախարարությունը հստակ ռազմավարություն է մշակում։ Ուժեղացնել առողջության առաջնային պահպանման օղակի դերն ու նշանակությունը, օր առաջ մարզերի հիվանդանոցներին նոր ու ժամանակակից սարքավորումներ ապահովելով։ Ոլորտի պատասխանատուների խոսքերով առաջիկայում այդ բարեփոխումը շոշափելի կլինի։ Դիմա Եղշացյան, Խան Հովհաննիսյան, այսօր։